Ուսանողների արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը կվերանայվի ֆինանսավորման տեսանկյունից։ Այս մասին որոշման նախագիծը կառավարության մարտի 6-ի նիստին ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Եվ այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք վերանայելով մեր կրթաթոշակային քաղաքականությունը նոր համակարգ ներդնենք արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով նախկինում նմանատիպ ձեռնարկների փորձը, մենք այս նախագծով փորձել ենք հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ռիսկերը այնպիսի մեխանիզմ ներդնել, որը ավելի մեծ արդյունավետություն կունենա եւ հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար։ Մասնավորապես այս նախագծով նախատեսում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում եւ հնարավորություն ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկրյա հեղինակավոր բուհերում եւ սա ասելով մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում եւ առաջին 75 բուհերը մագիստրատուրայի դեպքում եւ այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսանողների ուսման վարձը։ Պետք է ասեմ, որ ծրագրի գործելու հիմնական պայման է, որպեսզի սրան մասնակցի մասնավորը, այսինքն առևտրային կազմակերպությունը, որը իդեպ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, որպեսզի մեզ համար նաև տեսանելի լինի գործընկերության կայունությունն ու վստահելիությունը, համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո նաև նախատեսվում է, որ պետությունը նույնպես ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով մնացորդային գումարի չափով կրթաթոշակ կտրամադրի։ Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում, նախատեսված են նաև համապատասխան գործընթացները մեր պատկերացրած ուղղությամբ չգնալու դեպքում որոշակի ֆինանսական հետևանքներ գործատուի համար։ Եվ կարծում ենք, որ այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որպեսզի մենք մի շարք առանցքային ոլորտներում համալրենք որակյալ կադրերով եւ որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական եւ արդյունաբերական գործընթացներում դրանք ավելի արդյունավետ ու արտադրողականության տեսանկյունից բարենպաստ դարձնելով։ Միևնույն ժամանակ այս աշխատակիցների առկայությունը կբերի նաև նոր գիտելիքի կիրառմանը ու փոխանցմանը նաև մյուսներին։ Ինչպես նշեցի, հաշվի ենք առել նախկինում իրականացված տարբեր ծրագրերը, մասնավորապես վերլուծելով կրթաթոշակային այն ծրագրերը, որով մեր ուսանողները հնարավորություն էին ստանում սովորել դրսում, տեսել ենք, որ օրինակ լույս հիմնադրամի պարագայում շուրջ 20%-ն է ընդամենը, որ կրթաթոշակառուների վերադարձել է եւ որևէ կերպ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է այս թեման կառավարությանը վաղուց է մտահոգում, որովհետև պետությունը չունի ծրագիր, որն ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու եւ Հայաստանում գործելու հնարավորություն տա։ Այժմ այդ մեխանիզմների փնտրտուքի մեջ ենք, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար առաջին բանը, որ արել ենք, փորձել ենք վերլուծել այն փորձը, որը ունեցել ենք, ինչպես Տիկին Անդրեասյանը ասաց, լույս հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան եւ հետեւաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում պատճառների մեջ չեմ ուզում խորանալ, փաստ է, որի հետ պետք է առնչվենք։ Հաջորդը դրանից հետո համանման գործունեություն մենք փորձեցինք պատվիրակել, որպեսզի իմ քայլը հիմնադրամը իրականացնի, բայց այդտեղ իհարկե տոկոսը որոշակիորեն ավել է 60%-ի չափով, բայց էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է, էլի, եւ սա էլի մենք սենց պրոբլեմների չենք անդրադառնում։ Բայց սա ինչ պետք է հասկանանք, չէ՞, սա ինչ երևույթ է։ Թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը կամ ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Մենք այս թեմաներին չենք բանանում, չենք անդրադառնում ու տենց կուլտուրա մեր մոտ չկա։
Ինչին ասես անդրադառնում ենք sense թեման, բայց մենք այս հարցը առնվազն մենք մեզ ճանաչելու համար պետք է այս հարցը տանք մեզ։ Սա ինչ է նշանակում։ Սա ինչի մասին է վկայում։ Եվ մենք ու անընդհատ այս հարցը մեր օրակարգում դնում ենք, պետքա լուծել, եւ եկանք այն եզրակացության, որ պետքա կոնկրետ ընկերությունների պետք լինեն կոնկրետ մասնագետներ, մենք իրանց աջակցենք, որպեսզի իրանք այդ մասնագետներին պատրաստեն այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան կառավարության նկատմամբ, որովհետև հիմա կառավարությունը երբ որ գնա այդ 80 կամ 40%-ի հետևից, ես համոզված եմ, որ բան կսկսվի, մի հատ շարժում կսկսի, թե ինչպես է կառավարությունը ապազգային ձևով թույլ չի տալիս, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ Նոբելյան մրցանակ ստանան եւ Նոբելյան մրցանակի դռնից բռնում հետաբերում Հայաստանի Հանրապետություն։ Եվ էլ եմ ասում, ես հասկանում եմ, որ ես անկեղծ ասեմ, այդ թվերը տեսնելիս ուղղակի ջղայնանում եմ։ Ես չգիտեմ ուրիշների ինչ էմոցիա են, ես հասկանում եմ, որ պետքա հանդարտ վերաբերվել, բայց ես չեմ կարող սրան հանդարտ վերաբերվել։ Էլի բանի այդ կենացային տրամաբանությունը, որ սրա այդ դնում ես համեմատում ես, ասում ես, լավ, լսեք, ինչքան կարանք մենք մեզ կեղծենք, ինչքան կարանք կեղծենք, ինչքան խորը կարա լինի կեղծիքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Եղիշե Կիրակոսյանն ազատվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։ Ղեկավարվելով միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ եւ հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով Եղիշե Կիրակոսյանին ազատել միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, ասված է որոշման մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից։ Մարտի 6-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ Վինթերին եւ ռազմական կցորդ փոխգնդապետ Էրիկ Վան Վուրենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Նիդերլանդերի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Լեզվի առումով խնդիր ունեմ, որովհետև ես Ռուսաստանից եմ եկել, լավ հայերեն չգիտեմ, բայց արդեն հարմարավորվել եմ, որովհետև ստեղ ընկերներ եմ գտել իմ համար։ Ազգությամբ եզդին ունեն արդեն մոտ 1 տարի Վանաձորի համար 21 դպրոցում է սովորում։ 126 աշակերտ ունեցող կրթօջախում այլազգի աշակերտների ինտեգրման նպատակով հաճախ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։ Դրանցից մեկը կզնակ հիմնադրամի մշակութային բազմազանություն ծրագրով միջմշակութային երկխոսություն նախագիծն է, որին համատեղ մասնակցում են Վանաձորի եւ Ֆիոլետովոյի դպրոցների աշակերտները։ Նշում են Մասլենիցա ռուսական ավանդական տոնը համեմված հայկական բարեկենդանի տարրերով։ 6-ից 9-րդ դասարանների աշակերտները ներկայացնում են մոլոկանների մշակույթը, կենցաղն ու ավանդույթները, ինչպես նաև հայկական տոնացույցի խորհուրդը։ Քանի որ 2024-2025 տարին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից արդեն հայտարարվել է կրթամշակութային տարի, շատ կարեւոր է, որ այս նախաձեռնության շրջանակներում մեր աշակերտները հնարավորություն ունենան ծանոթանալու ոչ միայն մեր ազգի մշակույթին, առնչվելու մեր ազգի մշակույթի հետ, այլ նաեւ սերտորեն համագործակցեն եւ առնչվեն մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթ շատ լավ հնարավորություն է նաև հետագայում ազգի եւ առհասարակ մեր պետության զարգացման համար, որովհետեւ ազգային փոքրամասնությունները նման ծրագրերի շնորհիվ ել ավելի մեծ հնարավորություն են ունենում ինտեգրվել մեր բնակչությանը։ Երկու դպրոցների միջև գործակցությունն արդեն 1 տարվա պատմություն ունի, իսկ Cool Armenia նախագծով Վանաձորի համար 21 դպրոցը ֆիզիկայի ռուսերեն ուսուցում է իրականացնում հեռավար եղանակով, որպես մենթոր դպրոց նույն ձևաչափով մասնագետների պակասը լրացնում են նաև 21 այլ ուսումնական հաստատություններում։ Ազգային ավանդույթներից բխող սահմանափակումներ կան իրականում գյուղում եւ
տեխնոլոգիաներից օգտվելու առումով եւ ընդհանրապես ուսումնական process-ին տարբեր գործիքների կիրառման առումով, այս առումով շատ կարեւորում ենք, որ մենք մեր գործողություններով ազգային փոքրամասնությունների սովորությունները եւ իրենց համար կարևոր ավանդույթներին չվնասենք եւ ճանաչենք այնպես ինչպես որ կա, որպեսզի երկու ժողովուրդների, երկու ազգությունների մեջ փոխհամագործակցությունը, փոխադարձ ճանաչված լինելը ավելի մեծանա եւ կարողանանք մենք ինտեգրենք նաեւ ազգային փոքրամասնություններին մեր միջավայրում։ Շատ կարևոր է այս մշակութային համագործակցությունը, քանի որ մենք շատ հաճախ ապրելով կողք կողքի իրար մասին բավականին քիչ տեղեկատվություն ունենք եւ շատ կարևոր է, որ հենց աշակերտներն են փոխանցում եւ այդ ինֆորմացիայի կրողները անմիջական շփման միջոցով տեղեկացնում են իրենց ազգային ավանդույթների մասին, իրենց տոների, ծեսերի մասին եւ համագործակցության արդյունքում ծնվում են նոր ընկերություններ եւ փոխադարձ այցեր։ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցը Լոռու եւ Տավուշի մարզերի 18 կրթական հաստատությունների հետ է գործակցում։ Դպրոցների տնօրենները փաստում են, այս երկխոսությունը եզակի հնարավորություն է խթանելու մշակութային փոխանակությունը եւ հաստատելու կայուն հարաբերություններ համայնքների միջև։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել ամբողջ Եվրոպայի համար, հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որոշել է հիմա ելույթ ունենալ, քանի որ միջազգային անորոշ իրավիճակ է ստեղծվել, որն արդարացիորեն անհանգստացնում է ֆրանսիացիներին։ Նա մտահոգություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները փոխել է դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ եւ պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել Եվրամիության դեմ։ Թևակողում ենք նոր դարաշրջան, Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը վերածել է գլոբալ հակամարտության, ներգրավելով հյուսիսկորեացի զինվորների եւ իրանական ռազմական տեխնիկա։ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժը։ Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ Միացյալ Նահանգները կարող է մեր կողքին չլինել։ Ով կհավատա, որ Ռուսաստանը կանգ կառնի Ուկրաինայում։ Մենք չենք կարող վստահել Ռուսաստանի հետ համաձայնություններին։ Մակրոնը նաև համոզմունք է հայտնել, որ խաղաղության հնարավոր չի լինի հասնել առանց հաշվի առնելու Ուկրաինայի դիրքորոշումը կամ ստիպելով նրան գնալ կապիտուլյացիայի։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ Կիևի եւ եվրոպացի գործընկերների հետ աշխատում են խաղաղության ծրագրի ուղղությամբ։ Մակրոնը շեշտել է, պետք է բացառել ցանկացած հրադադար, որը կլինի փխրուն եւ կարճաժամկետ։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Անկախ այն բանից Ուկրաինայում շուտ խաղաղություն կհաստատվի թե ոչ, եվրոպական երկրները պետք է կարողանան ավելի լավ պաշտպանվել։ Հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին, բայց պետք է ամրապնդենք մեր անկախությունը։ Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում եւ Մոսկվայում։ Մակրոնը որոշել է եվրոպացի դաշնակիցների հետ քննարկել միջուկային զսպման հարցը։ Մենք ունենք ամենաարդյունավետ բանակը Եվրոպայում եւ ունենք միջուկային զսպման հնարավորություններ, շեշտել է Ֆրանսիայի նախագահը։ Նա հավելել է, որ եվրոպական մի շարք երկրներ էլ մեծացնում են ռազմական ծախսերը։ Սպիտակ տան խոսնակը հաստատել է, որ ազգային անվտանգության խորհուրդը դադարեցրել եւ վերանայում է Ուկրաինային ֆինանսավորումը։ Լրագրողի հարցին արդյոք ամերիկյան կողմը դիտարկում է աջակցությունը վերսկսելու հարցը, Քերոլին Լևիտը կրկնել է. ամեն ինչ վերանայման փուլում է։ Միևնույն ժամանակ նա բարձր է գնահատել հնարավորինս շուտ բանակցելու պատրաստակամության մասին Վոլոդիմիր Զելենսկու վերջին հայտարարությունը։ Լևիտը նաեւ տեղեկացրել է, որ հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ Կիև-Վաշինգտոն քննարկումները շարունակվում են։ Ավելի վաղ Սպիտակ տնից նախազգուշացրել էին Ուկրաինային ամերիկյան աջակցությունը չի վերսկսվի, մինչև Թրամփը չհամոզվի, որ Կիևը խաղաղություն է ուզում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էլ հաստատել է, որ Միացյալ Նահանգներն այլևս հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում Ուկրաինային։ Մայք Վոլցի խոսքով Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում եւ վերանայում է Կիևի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ շուտով կկայանա Կիևի եւ Վաշինգտոնի թիմերի հանդիպումը։ Անդրի Երմակի խոսքով ինքը հեռախոսազրույց է ունեցել Մայք Վոլցի հետ, քննարկել արդար եւ կայուն խաղաղությանն ուղղված քայլերը։ Անդրադարձել ենք Ուկրաինա ԱՄՆ երկկողմ հարաբերությունների համատեքստում դիրքորոշումների համակարգմանը մանրամասնել է Երմակը։ Վոլոդիմիր Զելենսկին էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ուկրաինացի եւ ամերիկացի դիվանագետներն աշխատում են երկու երկրի թիմերի հանդիպման ուղղությամբ։ Դրական տեղաշարժ կա, հուսով ենք հաջորդ շաբաթ կլինեն առաջին արդյունքները, ասել է Ուկրաինայի նախագահը։ Չնայած ռուս-ուկրաինական կարգավորման ուղղված դիվանագիտական գործընթացներին տեղում իրավիճակը լարված է։ Ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգին, վերջին տվյալով կա 4 զոհ, տուժել են տասնյակ քաղաքացիներ։ Ըստ տեղական իշխանության թիրախում են հայտնվել 5 հարկանի հյուրանոց եւ քաղաքացիական այլ օբյեկտներ։ Հարվածներ են հասցվել նաեւ Օդեսայի շրջանին, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, բնակելի շինություններ, կան տուժածներ։
Չինաստանում խոշորագույն ներքին քաղաքական իրադարձություններից մեկն է։ 3 մեկնարկած նստաշրջանում երկրի վարչապետ Լի Ցյանը հայտարարեց 2025 թվականի տնտեսական աճի նպատակակետը 5%, որն ի դեպ աշխարհի մակարդակով համարվում է բարձր։ Այս նպատակի իրականացման հիմքում տնտեսական աճ ապահովող ներուժն է ու բարենպաստ պայմանները։ Սակայն Չինաստանը լուրջ մարտահրավերների առջև է։ Օրինակ անշարժ գույքի շուկայում արդեն տևական ճգնաժամի հետևանքով տների գները նվազել են, իսկ շենքերը դատարկ են։ Չինական տնտեսության համար լուրջ բացասական հետևանքներ կարող են ունենալ ամերիկյան նոր մաքսատուրքերը, որոնք ունակ են հարվածել Չինաստանի արտահանմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատելիորեն ավելացրել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Երեքշաբթի երեկոյան կոնգրեսին ուղղված ուղերձում Թրամփը նահանջի որևէ նշան ցույց չտվեց։ Մյուս երկրները տասնամյակներ շարունակ կիրառել են մաքսատուրքեր մեր դեմ եւ այժմ մեր հերթն է սկսել դրանք կիրառել այդ երկրների դեմ։ Արձագանքելով Չինաստանն իր մաքսատուրքերը սահմանեց ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Դիտորդների խոսքով Պեկինի պատասխանն ընդհանուր առմամբ զուսպ էր։ Չնայած Թրամփի մաքսատուրքերը համընդհանուր էին, Չինաստանի սահմանածը շատ ավելի ընտրողական է եւ ուղղված կոնկրետ ոլորտին եւ ապրանքներին։ Ըստ դիտորդների ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունը նվազեցնելու համար Չինաստանը փորձելու է զարկ տալ ներքին սպառմանը, սակայն այն տևական ժամանակ կպահանջի։ Չինաստանում դեռ գերարտադրություն կա, ուստի արտահանման կարիք կա, իսկ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը ազդեցություն կունենան։ Թե որքան եւ ինչպես Պեկինը կդիմագրավի նոր մարտահրավերներին ցույց կտա արդյոք Չինաստանի ղեկավարության վստահությունը տնտեսական աճի հարցում համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Գավառ, Սևան, Մարտունի համայնքներում հաստատված արցախցի 20 երիտասարդ վերամասնագիտացման, նոր հմտությունների եւ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն ունեցավ։ Գավառի համայնքային զարգացման կենտրոն նախաձեռնությունն իրականացրեց Արցախահայերի ինտեգրում եւ համայնքների զարգացում ծրագիրը։ Երիտասարդները մասնակցեցին տեսական եւ գործնական մասերից կազմված 12 դասընթացների։ 3 հիմնական ուղղություններով SMM, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում եւ հրուշակագործություն։ Կարծում ենք, որ շատ հաջողված է ծրագիրը։ Ծրագիրն իրականացրել են Գավառի համայնքային զարգացման կենտրոն եւ իգործ նախաձեռնությունների համատեղ ջանքերով։ Ծրագիրն իրականացվել է Strive ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության եւ մի շարք համագործակցող հասարակական կազմակերպությունների։ Եվ կարծես թե մենք ծրագրի շրջանակներում դարձանք գործընկերներ։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը կայանում է Գավառի պետական համալսարանում։ Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնակիցները կարևորում են ծրագրի իրականացումը արցախցի ընտանիքների սոցիալական հզորացման առումով։ Ներկայացվում են ծրագրի յուրաքանչյուր փուլում կատարված աշխատանքները։ Strive-ի մի խոշոր կոմպոնենտ է, բաղադրիչ է արցախցի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված ծրագրերի իրականացումը եւ ահա այս ծրագրի շրջանակներում մենք տրամադրել ենք շուրջ 380,000 եվրոյի գումար տարբեր հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների եւ նախաձեռնող խմբերի իրականացնել ծրագրեր, որոնք փոքրինչ կմեղմեն մեր հայրենակիցների կարիքները։ Գավառի պետական համալսարանում արդեն սովորում են Արցախից բռնի տեղահանված ավելի քան 30 ուսանողներ, որոնց կրթական կարիքներ, ինչեւ նաեւ սոցիալական խնդիրներ գտնվում են Գավառի պետական համալսարան եւ Ռոհտերի անմիջապես ուշադրության կենտրոնում, եւ այս դեպքում, երբ որ այս ծրագրի մասին լսեցինք, բնականաբար Գավառի պետական համալսարանը մեծ ողջունությամբ պետք է ողջունել եւ հնարավորինս աջակցել ծրագրի կատարմանը։ Համալսարանը իր հասարակական պատասխանատվությունից ելնելով իհարկե պետք է կարևորի նաեւ արցախահայության կրթության, շարունակական կրթության, ինչպես նաեւ փափուկ հմտությունների փոխանցման խնդիրը։ Վերամասնագիտացման դասընթացների մասնակիցները կամավորների օգնությամբ նաև կազմում են CV-ներ եւ պորտֆոլիոներ գործատուներին ներկայացնելու համար։ Ծրագիրն իրականացնողները գործակցում են միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի եւ տարբեր բիզնեսների հետ համապատասխան թափուր աշխատատեղերում ծրագրի շահառուներին ներգրավելու համար։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մի շարք երիտասարդների ձեռք բերել փափուկ հմտություններ, որոնք էլ կարող են օգտագործել հետագա իրենց կարիերայի զարգացման ընթացքում։ Ես ընտրեցի սոցիալ մեդիա մարքեթինգը, մարքեթինգի ոլորտում բազմաթիվ այսպես մեծ ընդլայնված աշխարհ է եւ ընդգրկվելով այդ ամեն ինչի մեջ մենք ունեցանք բազմաթիվ հնարավորություններ, ինձ եւս ստվեց այդ հնարավորությունները, որովհետեւ ես հետագայում արդեն սկսեցի աշխատել այդ ուղղությամբ։ Եվ մեր կամավորների
եւ մեր նախաձեռնող խմբերի անդամների ջանքերն էին ներդրվել եւ այսօր շատ հաճելի է, որ արդեն որոշ առումով մենք տեսնում ենք աշխատանքի արդյունքը, այսինքն մեր մասնակիցները ունեն որոշակի հմտություններ եւ գիտելիքներ եւ աշխատաշուկայում իրենց ավելի մրցունակ կարող են համարել։ Արցախահայերի ինտեգրում եւ համայնքների զարգացում ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում շահառու երիտասարդներին հանձնում են մասնակցության եւ մասնագիտացման հավաստագրերը։ Միջոցառման բովանդակային մասը հարստանում է Գավառի պետական համալսարանի թանգարան կատարած այցով։ Կապանցի տղաները մեկ օր առաջ են վերադարձել Սիսյանից, որտեղ մասնակցել են շախմատի Սյունիքի մարզի պատանիների 18-րդ առաջնությանը։ Նրանցից 4-ն ուժերը կչափի Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչում։ Մսյան գրավեցի 3-րդ տեղ մինչև 12 տարեկան պատանիների մեջ, խաղացել եմ մարզի տարբեր քաղաքների մասնակիցների հետ, Սիսյանցի, հենց մեր Կապանից Մեղրի 3 հոգու հաղթեցի, 4 ոչ ոքի եւ 1 պարտություն։ Ես ուզում եմ նվանվել Տիգրան Պետրոսյանի, Լևոն Արոյանի եւ իրենց նման հաջողությունների հասնել շախմատում։ Ինչ շատ դուր է գալիս շախմատը, մտածելու տրամաբանական խաղը։ Մեղրիից, Քաջարանից, Կապանից, Գորիսից ու Սիսյանից 90 պատանի շախմատիստներ 4 օր շարունակ պայքարել են որոշելու, թե ովքեր են մարզի ուժեղագույնները։ Արդեն երկրորդ անգամն եմ խաղում 8-ից 8 հաղթում եմ։ Արամոն մինչև 12 տարեկանների մրցապայքարում առաջին տեղն է գրավել։ Ասում է շախմատում պետք է թե հաղթել, թե պարտվել իմանալ։ Անկախ նախորդ օրվա պարտիայի արդյունքից հաջորդ առավոտ վերսկսել պարապմունքները։ Ես ուզում եմ բարձր պահել մեր երկրի քաղաքի պատիվը, ուզում եմ ընդգրկվեմ Հայաստանի հավաքականում։ Իսկ դրա համար ինչ ես անում։ Դե տանել եմ պարապում, պարտիաները նայում եմ, ուժեղ շախմատիստների խնդիրներ եմ լուծում։ Մարզի շախմատային կարևորագույն տոնին աջակցել է Սիսյանի համայնքապետարանը։ Առաջնությունն անցկացվում էր 4 տարիքային խմբերում։ Գլխավոր մրցավարն էր Ստեփան Խաչատրյանը։ Ընտրվեցին լավագույնները բնականաբար, մինչև 8 տարեկաների խմբում 3 հոգի, մինչև 10 տարեկաների խմբում 5 հոգի, մինչև 12 տարեկաների խմբում 5 հոգի եւ մինչև 14 տարեկաների խմբում 3 հոգի։ Բացի այդ, մենք ունեինք բարձր կարգի շախմատիստներ, ովքեր միանգամից իրավունք ունեին մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին, բայց թողեցինք մասնակցեն որպես փորձ, որոշեցինք լավագույն պատանիներին, չեմպիոններին, որոնք պետք է շարունակեն առաջնությունը Հայաստանի մակարդակով, արդեն Հայաստանի կիսաեզրափակիչ առաջնությունում, որից հետո հաղթողները կանցնեն արդեն եզրափակիչ փուլ, դրանից հետո պատանիները շարունակում են առաջնությունը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։ Շախմատն ուշադրության կենտրոնում պահելը ավելի ինտելեկտուալ սերունդ ունենալու երաշխիքներից է, շեշտում է գլխավոր մրցավարը։ Հորդորում աջակցել մտքի ճկունության մարտիկներին, որ կարողանան իրենց ներուժը վերածել հաղթանակի։ Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն։ Ըստ տեղեկության Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության։ Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի 1-ին կեսգիշերից 40 րոպե անց 41-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Մեծամոր համայնքի Մայիսյան բնակավայրի սկզբնամասում հայտնաբերվեց նաև նրա մորեղբոր որդին, որի Nissan March Magnish-ի մեքենայում հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու գողացած օթորակիչներից մեկը։ Մինչ Nissan-ը տեղափոխվում էր բաժնի պահպանվող հատուկ տարածք, համայնքային ոստիկանները Մայիսյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերեցին 41-ամյա տղամարդու վարած Opel Vectra-ն։ Սա էլ տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Այս մեքենայում եւս հայտնաբերվեց գողացված օթորակիչ։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց
կատարվեց քրեական վարույթ, քննիչի որոշմամբ 41-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվեց եւ տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Օթարակիչները 41-ամյա տղամարդը գողացել էր փետրվարի 28-ի ժամը 21:30-ի սահմաններում Մայիսյան գյուղում գտնվող Չրի արտադրամասի տարածքից։ Արտադրամասի տիրոջից ընդունվեց հաղորդում, սակայն Արմավիրի համայնքային ոստիկանների օպերատիվ միջոցառումներն ու նախաքննական մարմնի քննչական գործողությունները սրանով չավարտվեցին։ Հունվարի 16-ին հաղորդում էր ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը։ Հիմնավորվեց, որ հենց 41-ամյա տղամարդն է գիշերը հարմարեցված գործիքով դուռը բացել մտել պոլիկլինիկայի շենք, ապա հարմարեցված գործիքով բացելով երրորդ հարկում դրված վճարային տերմինալի դուռը գողացել մոտ 90,000 դրամ։ Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ եւս մեկ հաղորդում ստացվել էր փետրվարի 17-ին։ Գողացել էին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող մի բանկի պատկանող գեներատորը։ Գողության վերաբերյալ հաջորդ հաղորդումը ստացվեց փետրվարի 25-ին։ Հիմնադրամներից մեկի աշխատակիցը հայտնել էր, որ վերջին 2 ամսում Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող արտադրական տարածքից գողացել են տեսանկարահանող 4 սարք, համակարգչի էկրան, ստեղնաշար եւ հիշողության սարք։ Այս անգամ էլ 41-ամյա տղամարդն էր դրամփականը կոտրելու միջոցով մտել արտադրական տարածք։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տղամարդը հիմնադրամին պատկանող իրերը վաճառել է Արմավիր քաղաքի մի բնակչի, որը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է փաստը, իսկ գեներատորը վաճառել էր Սարդարապատ գյուղի մի բնակչի։ Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին։ Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնում էր, որ մոտ 1.5 ժամ առաջ կոտրել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը։ Ալափկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ եւ պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել։ Արդեն հաջորդ օրը ստացվեց եւս մեկ ահազանգ։ Փետրվարի 10-ի առավոտյան ժամը 5:30-ին պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները հայտնաբերել էին, որ կոտրված է Մամիկոնյաց փողոցում գտնվող խանութի դուռը։ Սեփականատերը տվեց հաղորդում, որ այս անգամ կա նաեւ նյութական վնաս, գողացել էին տարատեսակ ծխախոտեր։ Իրավապահները միայն հետո պիտի ճշտեին, որ այս երկու հանցադեպերը, ինչպես նաեւ ավելի ուշ գրանցված գողությունը նույն անձի գործն է։ Իսկ հաջորդ ահազանգը փետրվարի 20-ին էր։ Գիշերվա ժամը 4-ին բարեխիղճ մի քաղաքացի զանգել էր ոստիկանություն եւ հայտնել, որ հենց այդ պահին Կոմիտասի պողոտայում խանութից գողություն է կատարվում։ Արաբկիրի համայնքային ոստիկանները հնարավորինս արագ մեկնեցին դեպքի վայր, սակայն գողն արագ էր գործել։ Ավելի ուշ խանութի անվտանգության աշխատակիցը տվեց հաղորդում, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել են էլեկտրական ծխախոտի խանութի մուտքը եւ գողացել մոտ 1.400.000 դրամի ծխախոտ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի վայրում կատարվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Արաբկիրի համայնքային ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին 2 օր անց։ Փետրվարի 22-ին առավոտյան ժամը 10-ին մոտ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերվեց գողություններ եւ գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու Արաբկիրի բաժին տեղափոխվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը։ Նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ոստիկանություն հասարակական կազմակերպություններ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մարտի 4-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների հետ։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը եւ անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքներին, մասնավորապես անչափահասների կողմից հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխմանն ու կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Էդգար Պետրոսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հորդորել է ահազանգերի խնդիրների դեպքում անմիջական կապ հաստատել համայնքային ոստիկանության հետ, ակտիվացնելով գործընկերային հարաբերությունները։ Նշվել է նաեւ, որ հակաիրավական արարքներից տուժող անչափահասների անհատական տվյալների հրապարակումը առանց ոստիկանության հետ համաձայնեցման կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով հանդիպման համար խոսել են ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առկա որոշ խնդիրների մասին։ Հանդիպմանը հարց ու պատասխանի ձևաչափով ծավալվել է ակտիվ քննարկում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները դարձնել շարունակական։